Ժորժան բարի օր, բաց իմացաք, ակազվեյցը Նիկոլը Վարկանիշ ունի, են էլ ինչ Վարկանիշ, ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից փաթեթավորված։ Իհարկե զարմանալի չի, որ արևմտյան կառույցները իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի։ Չխաբնվեք հանկարծ, որ հարցումը իրականացրել է հայկական մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն։ Ես վստահ եմ, որ նրանք միայն դաշտային աշխատանքներն են արել, խոսքը Բրևիսի մասին է։ Իսկ ամբողջ մշակումը, մեթոդաբանությունը եւ պետպատվերը ամերիկյան է։ Ամերիկյան հանրապետական ինստիտուտը Նիկոլին կարտ բլանշ է տալիս ընտրություններից առաջ հրապարակելով մի սոցհարցում, որտեղ Նիկոլը «Պիրիդի պլանետիվսի» ակնհայտ կեղծ սոցհարցում է, որովհետև երբ որ բացում եք ամբողջական թվերը, ոչ միայն այն սլայդը, որ մեզ փորձում են հրամցնել, ապա տեսնում եք, որ բազմաթիվ այլ հարցերով, որտեղ կառավարությունը, այսպես կոչված կառավարությունը ծրագրեր է իրականացնում, տրիպից սկսած կառավարության ցուցաբերած սատարումը հասարակության կողմից շատ ցածր է։ Կնարկնհայտ է, որ հայկական հասարակությունը ունի ընդդիմադիր տրամադրություններ։ Եվ սա հնարավոր չէր կոծկել եւ կեղծել։ Այսինքն անգամ պատտասովկայի կեղծելու մեջ բծախնդիր չեն եղել եւ կեղծել են 1-2 սլայդ։ Մնացած բոլոր սլայդերը ցույց են տալիս, որ այդ 1-2-ը, ըստ որոնց ԿՊ-ն ունի բարձր վարկանիշ եւ Նիկոլը ունի վարկանիշ, կեղծված են։ Մանիպուլյացիան ընտրություններից առաջ սոցհարցումների միջոցով հայտնի հնարք է անցկացնելու համար նախընտրելի թեկնածուին։ Ցավում եմ, որ ԱՌԱ-ը համաձայնել է մտնել այդ խաղի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի վարկանիշին, ապա այն շոշափելու համար բավարար է դուրս գալ Երևանի կամ մարզերի ցանկացած փողոց եւ խոսացնել մարդկանց։ Կհանդիպենք։